Սա այն դեպքներ, երբ հաղթանակը հայտարարվեց պանիխիդայի դեմքով ամբողջ այդ քաղաքացիական պայմանագրի թիմի մոտ եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Կարծում եմ հերթական բլեֆներ փորձում անել, մտածելով, որ կկարողանան ազդել հետագա հաշվարկի վրա։ Եվ այն տարօրինակ կեցվածքը, որը ցուցադրեց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի գիշերվա ընթացքում ուղիղ հեռարձակումները դադարեցնելով եւ նույնիսկ իրենց կայքը սկսեց խաթարվել ինչ որ բարբերաբար փորձում էին գիշերվա ընթացքում ամեն ինչ անել, որ ասենց իրենց ուզած համոզիչ հաղթանակը նկարել։ Կարծում եմ սա էր, բայց իհարկե պատկերը լրիվ ուրիշ է, նույնիսկ իմ համոզմունքն է, որ առնվազն մի 10% իրենք տարբեր հանրակներով ավելացրել են։ Ամեն դեպքում ճշտող հարց ընդդիմադիր ուժերը տարբեր տեսակի եւ մասշտաբի ընտրախախտումների մասին են խոսում, ի վերջո սրանք այնպիսի խախտումներ են, որ կարող էին ազդել ընտրական ամբողջ process-ի վրա եւ պատկերի վրա արդյունքների։ Անկասկած ընտրական գործընթացը դա միայն ընտրությունների օրը չի, դա ամբողջ գործընթացն է մինչ ընտրությունները նաեւ եւ քարոզարշավը եւ միջ քարոզարշավը եւ խախտումները աննախադեպ խախտումներ էին այդ ընթացքում եւ այդ խախտումները անկասկած ամեն մի խախտումների բլոկ կարող էր ազդեցություն ունենալ վերջնական արդյունքների վրա։ Բոլոր խախտումները կբաժանեն մի քանի բլոկի։ Առաջինը եւ ամենից կարեւորը կհամարեի հենց դրսի աջակցությունը, որը ուղղակի նախադեպ չուներ, սկսած Միացյալ Նահանգների փոխնախագահի հայտարարության աջակցության, հետո Տրամփ, Ռուբիոյի օդանավակայանային այցը, այսպես կես ժամանոց մամուլի ասուլիսով Եվրո հանձնաժողովի նախագահի հայտարարությունները, տարբեր եվրոպական երկրների առաջնորդների, Մակրոնի ուղղակի նախադեպը չունեցող միջամտություն ընտրություններին, ես երևի մեծ փորձ ունեմ քաղաքականության մեջ, այդպիսի բան երբեք չի եղել։ Եվ միայն այս բլոկը արդեն բավարար է համարել, որ միջամտությունը եղել է այն աստիճանի, որը կարող էր ունենալ ազդեցություն վերջնական արդյունքների վրա։ Սա մեկ բլոկ։ Երկրորդ բլոկը սա նախադեպ ծախսերն էին բյուջետային, որոնք կարելի է հանգիստ համարել բյուջետային կաշառք ընտրողների ընտրական process-ի ժամանակ։ Եվ հատկապես կենսաթոշակների այդ բարձրացումը, որը նախատեսված չէր բյուջեով։ Վերջապես, եթե այդպիսի բան պլանավորում եք, դուք կարող եք դա նախատեսել բյուջեով, նախատեսված չէ։ Հակառակ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ թոշակառուին 10,000 դրամով ավելացնեն, չէին իմանալու թե ինչ անելու, եթե հիշում եք։ Հետո այդ ավելացումը, հետո տարբեր կարգի հարցերի լուծում, այսպես ասենք, ոտի վրա։ Օրինակ արձակուրդում գտնող վարչապետը հանկարծ վարորդական իրավունքների այսպես բալային այդ համակարգի հետ կապված դժգոհության հարց է լուծում արձակուրդում գտնող վարչապետը։ Սա ուղղակի վարչական ռեսուրսի չարաշահում է ակնհայտ եւ համարում է, որ սա պետք է իրավական գնահատական ստանա եւ ոչ միայն սա։ Սա երկրորդ բլոկն է եւ տարբեր գնահատականներով սա մոտ 1 միլիարդ դոլարի չափ գումար է նետվել, որի մի զգալի մասը նախատեսված չէր բյուջեով։ Եվ սա կարելի է համարել բյուջեի այսպես չարաշահում ընտրական գործընթացներում։ Բյուջետային ոլորտի աշխատողների վրա ճնշումը, որը բազմաթիվ էին, համատարած եւ նույնիսկ դիտորդները դա արձանագրել են։ Եվ վերջապես այն բռնաճնշումները, որը եղան ընդդիմադիր գործիչների նկատմամբ, կալանավորումներ, ձերբակալություններ շատ էին։ Նախադեպ չունի այսպիսի ծավալները, նույնիսկ ես ավելին կասեմ, Հայաստանում բոլոր տեղի ունեցած ընտրությունների ընթացքում միասին այդքան կալանավորումներ, ձերբակալություններ եւ քրեական գործեր չեն հարուցվել, ոնց որ միայն այս ընտրությունների ժամանակ։ Եվ նպատակը ակնհայտ էր քայքայել ընդդիմադիր շտաբերի աշխատանք, կազմալուծել
այդ շտաբերը եւ ըստ էության խաթարել իրենց աշխատանքը։ Միայն այս բլոկը արդեն եւս բավարար է ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու համար, որովհետեւ այս գործողությունը ակնհայտ ազդել է վերջնական արդյունքների վրա։ Հիմա վերցրեք համակցված այս ամբողջը միասին։ Եվ սա իհարկե բերում է մեկ եզրակացության, որ այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ։